Նախորդ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, երբ ես հարցը տվեցի, ես ինքս էլ ինձ թույլ չտվեցի հնարավորինս բաց ձևակերպել հարցը եւ այնտեղ մի քիչ ակնարկներով էր, բայց վարչապետի պատասխանը ինձ համար ցուցիչ էր, ես կարծում եմ, որ մեր հասարակությունը դեռևս ենթատեքստեր մի քիչ դժվարանում է կարդալ, բայց վարչապետը ի պատասխան իմ հարցի վերադարձավ նախորդ հնչեցրած իր մտքերից մեկին, մեկ այլ պատգամավորի հարց ու պատասխանի եւ հիշեցրեց, որ կան բաներ, որոնք նույնիսկ եթե հրապարակային են, որ մենք կարող ենք ինքնուրույն վերլուծություններ անել, ինքը չի կարող շատ པարզ խոսել դրա մասին։ Այսինքն դա, բայց իմ հարցին պիտի պատասխաներ եւ ես դա հասկացա որպես ակնարկ, որպես ակնարկ, որ եկեք մի ստիպեք ինձ, որպեսզի ամբողջությամբ բացահայտ ես խոսեմ, որովհետև դա այս պահին կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Եվ այս իմաստով իհարկե իմաստ չուներ շարունակելու, բայց նաև իր պատասխանի մեջ միևնույն է հպանցիկ ակնարկի եւ անկեղծության մեջտեղում, ակնարկի եւ հստակ ասելու մեջտեղում նա հրաշալի կարողացավ հասկացնել, որ այո, կան նման փաստեր, պարզապես այդ փաստերը դեռևս հրապարակելու ժամանակը չէ։ Եկեղեցականների հետ կապված եւ նրանց գործունեության հետ կապված տարբեր վտանգավոր փաստերի մասին։ Ես այդպես եմ հասկացել։